Տոլմայի խորոված էս ինչա։ Հիմա ինչա անում։ Աղբորս ասի, ես էսի մի օր Ամերիկայում պիտի բիզնես անեմ ասի։ Մի հատ հենց հիմա հել ու գնա այս տոլմայի խորովածը սկսի։ Ուրեմն սրանից հետո հիշեք, որ դա էլ է դառնալու ձեր խորոված փարթիների մի մասը։ Շատ մեծ հետաքրքրությամբ նայում եմ բոլոր հաղորդումները, բոլոր հյուրերիդ։ Տղամարդիկ հիմա ավելի գեր են, քան կանայք։ Չգիտեմ, ես ահավոր հուզվել էի, երբ որ իմ բերեցը տեսել էր այդ տղան։ Դե ինչի մամայի աչքերի գույնը չեկավ, քե։ Ես եմ այդ հարցը միշտ իրան տվել եմ։ Ասեն են կոլը չախկա խոճոճը։ Աշխարհում եք երևի, որ ես եմ սկսել կերակրել մարդկանց գույներով։ Հիմա կարող եք հարգոցեմ, բայց ասում եմ, Հացը, կարտոֆիլը, մակարոնը հանել, բայց բավական այդ այնքան դժվար է։ Նախ աշխատել եք շատ կարևոր տեղում, շատ կարևոր մարդ։ Ես սիրում եմ անհատական մոտեցումը։ Mēs ամեն կխոսենք դուք ինչից եք վիճել։ Բազուկի թերթերով տոլմա եմ անում, արդեն 2 տարի է։ Ունտուն գնում է, ասում են մեր բլինչիկը փորձի, բայց իմ թխած բլինչիկն է։ Հա, ասենք Զանգենից, ասեն ուր ես, ասեմ, բանը, ճաշի դասի է։ Ճաշի դասի։ Հա, այդ եմ ուզում։ Շատ լավ։ Դուք պատկերացնում եք մարդը եկել այ մոտ նիհարի, ես այդ չաղես թևերով գամ, ասեմ, արի ես քեզ նիհարացնեմ։ Իսկ ես այսօր ձեզնից սովորեցի։ Հիմա ասեմ ինչ։ Ողջույն ընկերներ, դուք դիտում եք Menu AM-ը, իսկ ես Մերի Մակարյանն եմ։ Շատ ուրախ բարձր տրամադրությամբ եմ այսօր, որովհետև հյուրընկալել եմ ընտանիքի 2 անդամների, մայր եւ որդի, որոնց դուք շատ լավ ճանաչում եք։ Ամեն մեկը ներկայացնում է իր ոլորտը, բայց նրանք ներկայացնում են տարբեր սերունդներ եւ դա էլ հենց հետաքրքիր է։ Իմ տաղավարում այսօր դերասան, պրոդյուսեր եւ արդեն բավականին սերտ կապերի մեջ ուտելիքի հետ Վահագ Դելո Ստեփանյանը եւ իհարկե նրա ճկնաղ մայրը Նազիկ Սուքյասյանը, N-Diet-ի հիմնադիր, սննդաբան եւ այլն մնացածը ճշտելու ենք միասին։ Ողջույն։ Ողջույն մեծ։ Բարև Մերի։ Ինչպե՞ս եք, շատ ուրախ եմ տեսնել ձեզ։ Մենք էլ ենք ուրախ, որ հրավերք ստացանք քեզանից, շատ մեծ սիրով եմ եկել, որովհետև շատ մեծ հետաքրքրությամբ նայում եմ բոլոր հաղորդումները, բոլոր հյուրերիդ, հիացած եմ քո վերաբերմունքը մասնագիտությանը։ Դե որ դուք սկսեցիք այդտեղից, ես էլ իմը ասեմ, ուրեմն երբ ես դիտեցի ձեր հոլովակները, այն որ դուք կանգնած խոհանոցում, այսպես գլուխը փակ, ես ցանկացա, որ իմ ուտելիքի հետ կապված յուրաքանչյուր հարցով, ճիշտ սնունդի հարցով զբաղվի ձեր պես մեկը։ Կին կոկիկ հագնված, շատ սիրուն խոսում եք, սիրուն ներկայացնում եք ու միանգամից վստահություն եք առաջացնում։ Ես վստահ եմ, որ այդ տպավորությունը շատ կանանց մոտ եւ ոչ միայն կանանց, որովհետեւ տղամարդիկ հիմա ավելի գեր են, քան կանայք, կառաջանա այդ վստահությունը ու իրենք կդիմեն ձեզ։ Դուք ներկայացնում եք N-Diet-ը, իսկ իրենից ինչ է ներկայացնում N-Diet-ը։ N-Diet-ը շատ հին պատմություն ունի, քանի որ ես մի քանի մասնագիտություն ունեմ եւ բուսաբուժության ժամանակ, երբ որ հայկական դեղաբույսերով ես բուսաբուժություն էի անում, լինում էին տարբեր խնդիրներով մարդիկ եւ այդ խնդիրը լուծելու համար ինձ պետք էր ստեղծել ուտելու կանոնակարգ, ինչպես ուտեն, որ ավելի ճիշտ լինի եւ բուժումս իդեալական լինի, հա, բացի այն որ ես մերսող եմ, պրոֆեսիոնալ, նաեւ ես շատ սիրում եմ բույսերը եւ սիրահարված եմ բույսերին եւ շատ երկար տարիներ արել եմ ու տեղից եղավ հիմքը որ կերակրեմ գույներով ու սկսեցի խորը ուսումնասիրել այս գույների բաղադրությունը, իրար հետ միաձուլումը, իրար հետ այդ գույները ինչ առավելություն են տալիս, որ օրգանի համար։ Այսինքն վերցրեցիք բույսերից, հա, օրինակ բուսաբուժության ժամանակ կերակուրը, երբ որ դասավորում է, ինչ կարելի է, ասենք, ենթադրենք լեղաքարային հիվանդությունով մարդ է եկել, եւ ես իրան պետքա տամ բույսեր, չէ՞։ Ես այդ ժամանակ նայում եմ, իրանից չի կարելի։ Այս ուտելիքը չի կարելի, այս ուտելիքը չի կարելի, սա կարևոր է, դդումը կարևոր է, հա, վարունգի հյութը կարևոր է։
ու ես սկսեցի խումբագրել իրան եւ շատ երկար տարիներ եմ չարչարվել դրա վրա, երբ որ ես արդեն 2000-ականներին ունեցա հիմնված այդ իմ այն դայետը, որը որ առաջիններից է եղել եւ Հայաստանում եւ աշխարհում մեկ երևի որ ես եմ սկսել կերակրել մարդկանց գույներով։ Շատ հետաքրքիր է, շատ սիրուն է ու ամեն գույնը քեզ տրամադրող է։ Օրինակ կարմիր գույնը բոլոր, պտուղ, բանջարեղեն, միրգ, ամեն ինչը ինքը տալիս է տրամադրություն, տալիս է էներգիա մեր սրտի աշխատանքին, մեր ուղեղի արյան շրջանառության, ու ես հենց խումբ կազմեցի, սկսեցի հավաքել, քաղել այդ ամեն ինչը, ստեղծել իմ ճաշատեսակները։ Հիմա Կալիֆոռնիայում փոխում եմ, որտեղ քիմքի հետ կապված անընդհատ փոփոխություն է պետք անել։ Ես այստեղ էլ Փարքացու շատ մեծ է այդ ընտրության հնարավորությունը, չէ՞։ Ինչ Մոսկվայում, ինչ ստեղ կամ Հայաստանում շատ տարբեր է, դրա համար ստացա այդ եւ իրավաբանորեն էլ ես այդ գույների պատասխանատուն եմ եւ կերակրում եմ տենց եւ շատ սիրում եմ եւ շատ ուշադիր եմ դրա նկատմամբ։ Իսկ անվան հետ կապված ընտրությունը նազիկի դիետան։ Կարող դու ես առաջարկել դել։ Չէ, իրականում այդ ամեն ինչի հիմնադիրը, գլխավոր ամեն ինչը մաման է, ես իմ մասով ինչքանով որ կարողանում եմ օգնել, այսինքն, չգիտեմ, մարքեթինգի առումով իրեն ավելի ճանաչելիության դարձնելու, ես դրանով աջակցում եմ ու համել ասեմ, որ շատ դեպքերում առաքումներն էլ, որտեղ շատ է լինում, որ շատ են տարբեր տեղեր են Ամերիկայում, ամեն քաղաքից մյուս քաղաքի դες 20-30 րոպե է ու մի առաքիչը չի հասցնում ու ես շատ մեծ հաճույքով առաքում եմ, հանդիպում եմ բոլոր մեր հաճախորդներին, շնորհակալություն եմ ասում մեզ օգտվելու համար մեր ուտելիքներից։ Դե ինչի մամայի աչքերի գույնը չեք ակել։ Ես եմ այդ հարցը միշտ իրան տվել եմ, որ ինչի չունեմ ես քո աչքերի գույնը։ Ամեն ինչ որ շատ բաներով նման են, գոնե այդ մի բանն էլ լինի, գոնե բոյով չէ մեր ջան, գոնե չաղկալ լինի, էլի։ Ասեն են կոլո չաղկալ խոճուճը։ Ես իդեպ նախազրույցի ժամանակ վերցրեցի մեկը բացեցի, ընտրեցինք միասին Տիկին Նազիկի հետ, կարծեմ անանասիններ, մանգոն, հա, շատ համեղ էր։ Իմիջիայլոց սրանք կարելի է նաև ծառայեցնել որպես օրինակ երեխաների առիթների ժամանակ լինում է մերի ջան։ Մենք վերցնում ենք, չէ, պատվիրում ենք տարբեր հյութեր երեխաներին, նախ չափը շատ հարմար է երեխաներին։ Լինում է այդպիսի պատվերներ։ Լինում է ծնունդներ, ես կետրինգ չեմ անում, այդ մասնագիտությունը չունեմ, հա, բայց պատվիրում են, տանում են, ինչն է հետաքրքիր, այդ գույների մեջ իրանք մոռանում են ուրիշ բան ուտելու, սկսում են այս հյութերը փորձել, այդ են անում, բուրգերներ են պատվիրում, կոտլետները ես անում եմ, հավի կոտլետները հատուկ բուրգերի համար, տանում են, երեխեքը սիրում են շատ հավեսով, հյութերը շատ են լինում, որ պատվիրում են կետրինգ անողները, պատվիրում են, տանում են, կամ մամաները ասում են չենք ուզում կոլա, ֆանտա, Նազիկ ջան, ուզում ենք հյութերը ու բազմագույն են։ Այստեղ ես մի քանի տեսակն եմ բերել, տարբեր կա, անանաս եմ անում, խնձոր եմ անում, այն ինչ որ երեխեքը սիրում են։ Լինում է որ կամպոտ եմ անում, որովհետև այդ երեխեքը սիրում են ելակի կամպոտ։ Ես էլ կամպոտ եմ անում։ Ես չեմ հոգնում։ Հետո ուրիշ բաներ են լինում, որ օրինակ այդ շաբաթական ուտելիքները որ վերցնում են, մամաները կամ պապաները, հետո իմանում ենք, որ երեխեքը մտել են, դենտեղ ժամերով է, չէ՞, մարդը ուզում ասենք նիհարը, ինքը պետքա ժամով, չափով ուտի, հետո իմանում ենք, որ ասենք երեխեքը եկել են, տեսել են համով բանակ, երել են ու զանգ է գալի, որ մոռացել եք կերել են։ Տեսեք, հիմա մենք այսպես համառոտ ներկայացրեցինք ինչով եք զբաղվում ու ես ուզում եմ որպեսզի մենք տեղափոխվենք Հայաստան, Հայաստանից սկսենք ձեր պատմությունը շատ հետաքրքիր, որովհետև դուք թվում է մի ողջ կյանք եղել եք այս ամեն ինչի մեջ, նախ աշխատել եք շատ կարևոր տեղում, շատ կարևոր մարդ, այդ ամենի մասին ուզում եմ խոսենք, բայց ուզում եմ որպեսզի մենք կոնկրետ ներկայացնենք, թե դուք ինչով եք զբաղվում, այսինքն օրինակ ինպես աղջիկները կանայք, ովքեր միշտ ամբողջ կյանքում ունեցել են քաշի խնդիր, քաշն էլ առաջանում է, ավելանում է ոչ առողջ սնվելու հետևանքով կամ չգիտեմ, շատերս երեխաներից հետո, հա, ունենք այդ խնդիրները, ավելորդ քաշի։ Ես ուզում եմ որպեսզի մենք հստակ ասենք, ձեզնից կարելի է պատվիրել ուտելիք, դուք տրամադրում եք ժամային գրաֆիկով,
տենց գրաֆիկով ուտելիքներ։ Մի բան ասեմ, Մերի ջան, ես շատ անհատական մոտեցում ունեմ, կփաստեն բոլոր այն մարդիկ, այդ 30-40 հազար մարդ ովքեր որ գրանցվել են, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, ես օրական ունենում եմ 20-30 զանգ ամենակիչը եւ խորհրդատվություն եմ անում մարդկանց, բայց մի շատ կարեւոր բան եմ ուզում ասել, ես սիրում եմ անհատական մոտեցումը մարդուն։ Ասենք ենթադրենք մեկը եկել է, որը ունի լեղաքարային հիվանդություն, բայց ինքը ունի գերություն։ Հիմա ես պետք է այդ զուլեմ իրար հետ, որպեսզի կարողանամ ես այդ մարդուն ճիշտ կերակրեմ, համ բուժեմ իր առողջական վիճակը առաջի հերթին ներսից, հետո ես իրանց քաշը նվազեցնում եմ, հետո եւ անում եմ իմ մասաժները, որը երկար տարիներ է, համ էլ հետո արդեն կարողանում եք սնել մարդկանց։ Իհարկե, առաջի հերթին պետք է բուժել արմատը, մեջից բուժել, բակտերիաները վերացնել։ Նկատի ունեմ այդեն չի էլի, որ ասենք ինչ որ գումար ունեն, ասում են եկեք բան անենք, բիզնես բացենք, առող ինչ Բիզնեսի տեսանկյունից օրինակ ասեմ, մեր ջան, ես ու միշտ մամային ասել եմ, մենք այդ հարցում տենց չեմ ասում վիճենք, չենք վիճում, բայց միշտ մենք կխոսենք դուք ինչից եք վիճել։ Որտեվ ես ասում եմ, մամ ասում եմ, բայց հիմա լավ, հիմա 30 հոգի են կամ 40 հոգի են, դու բոլորի հետ անհատապես խոսում ես, հետո ասենք չգիտեմ, մարդկա սոխ ուտում է, մարդկա չի ուտում, այսինքն ես ոչ մի ուրիշ նման բիզնեսի չեմ ուզում անուն դնեմ, բայց ես նկատել եմ շատ տեղեր, որ նույն բանը ուղարկում եմ բոլորին, ու դա հեշտ է։ Հիմա մաման իրականում շատ բարդ բան է, էդի որպես բիզնեսի տեսանկյունից ինքը բարդ աշխատանք է, բայց նայ ոնց է ժպտում։ Որ տենակ անելուց ոնց է ուրախ։ Ու բոլորին անհատապես այդ ու հետո գույները այս մարդի կարմիրի օրն է, մյուսի օրանժի օրն է հասկանում ես, այսինքն այդ օրը միացած քաոս է տունը, բայց ինքը սիրելով անում է ապրում, թող ապրի ես օգնում եմ միայն մեր ջան, օրինակ զուտ ասում եմ բիզնեսի տեսանկյունից, այլ ինքը դժվար է, որովհետև բոլոր մարդկանց անհատապես ու մենք հիմա արդեն աշխատում ենք այն բանի վրա, որ ինքը լինի ծրագրային, այսինքն ֆիզիկապես մաման օրինակ 1000 հոգու հետ էլ չի կարողանա խոսալ։ Դրա համար մենք հիմիկվանից աշխատում ենք նրա վրա, որ մարդը արդեն, չգիտեմ, ափով լինի, որ իրանք իրենց գանգատները կարողանալ գրեն ու ըստ դրա արդեն իրենց սննդակարգը մենք ունենանք, որտեվ իսկական իմ մաման էլի ուզում եմ մեկ-մեկը մեր հետ խոսա։ Առաջին անգամ իրան տեսած շատ եմ հեռախոսով շատ։ Հա, շատ եմ խոսում։ Գիտես կարևորը ինչն է, անկեղծ եմ ասում, Մերի ջան, իմ այդ տղաներս երկուսն էլ շատ խոսում են, որ ամուսինս էլ էր միշտ ասում, ասում էր ամուսնացել է իր մասնագիտության հետ։ Ու տենց է։ Ես եթե մի բան անում եմ, պիտի լավ անեմ, եթե չեմ անելու, չեմ անի։ Եթե ես մարդը գալիս է ասում եմ, դուք ինձ մի ամիս ժամանակ տվեք, մենք մի ամիս հետո ֆոտոն կանենք, ձեր մարմնի կառուցվածքը կտեսնեք, ձեր անալիզների տարբերությունը կտեսնեք, ու դուք երջանիկ կլինեք։ Ու ես իրանց սովորեցնում եմ ճիշտ ուտել։ Այսինքն 3 ամիս կերան, 6, ես տղա ունեմ 8 ամիս կերել է եւ հոգեբանորեն շատ ծանր ստրեսի մեջ էր, ես իրան փորձեցի նաև խոսալով հանել։ Զանգում էի, ասում էի, չես քայլել, մի հատ նկարվի, ինձ ուղարկի, տեսնեմ ինչքան ես քայլել։ Հələ սուպիկդ կերտեմ, որովհետև ես իր մամայի համար ու իր համար հիմա իրանք եթե դիտեն հաղորդումը Կալիֆոռնիայից են եւ իրանք կփաստեն այն բանը, որ ես իրոք ես չեմ հոգնում, ես զանգում եմ, ճշտում եմ, կերել է, քայլել է, օքեյ, մեքենան նստեց, վարեց, այդ ես ուղղակի ապրում եմ իրանցով։ Ես ոչ մեկին չեմ ուզում վատաբանեմ, իսեր Աստծո, ամեն մարդ ինքն է իր մարմնի եւ իր հոգու եւ իր ամեն ինչի պատասխանատուն, բայց եթե մի բան ենք անում, պետք է անենք սիրուն։ Եթե դու հաղորդում ես անում, սիրուն ես անում, բոլորը նայում են, չէ՞, հաճելի է։ Ես էլ նույն ձևի իմ աշխատանքի մեջ եմ։ Ես պետք է անեմ լավ։ Եթե չեմ անելու, չեմ անի։ Ես երեխա ունեմ 7 տարեկան է, 80 կիլո է, ես ցավ եմ ապրում։ Ամեն օր ես մամային զանգում եմ, ասում եմ՝ մի հատ իրան թաքուն հարցրու, ինչ սարքեմ, ինչ կուտի։ Ես երթվում եմ, իրանք հիմա կնայեն ու կտեսնեն, որ այդպես է, իրոք այդպես։ Այդ ընթացքում, ասենք այդ երեխան 8 ամիս ուտում է, դուք 8 ամիս դառնում եք իրենց ընտանիքի անդամը, նույնիսկ մորից կարևոր, ճակերտների մեջ ասելու, որ դուք այդ խորությամբ եք վերաբերվում։ Շատ լավ է, չեմ փոխվում։ Շատ հաճելի։ Ես զանգարել եմ ձեզ, բարև ձեզ, ուզում եմ որպեսզի ձեզնից օգտվեմ։ Ինչ եք ինձ առաջարկում։
Առաջի հերթին պետք է ինձ ասեն, եթե չեն գալիս կոնսուլտացիաները անվճար է։ Տեսեք, կոնսուլտացիա ունեք։ Այո, իհարկե, անվճար գալիս են։ Եթե ասենք խնդիրը այնպեսին չի, որ հնարավոր է հեռախոսով զանգով միասին որոշենք, գանգատները ասեն, խնդիրները ասեն, բայց եթե լինում է այնպես մի բան, ես անպայման կանչում եմ։ Առաջի հերթին, որ ես անում եմ, դա իմ ջրաչափումն է։ Ես ինքս ժամը 1 ջուր խմող եմ եղել, քանի որ հաճախորդից հաճախորդ ջուրն է ինձ լիցքավորել, ու այդ գաղափարը ինձ եկավ, սկսեցի մտածել։ Ջուր խմեմ։ Խմի։ Ժամը եկել է։ Եվ այդ ժամանակ եկավ այդ գաղափարը ու ես սկսեցի ուսումնասիրել ոնց է ջուրը ճիշտ խմել, որ մարդուն օգուտ լինի։ Ժամը 1 մարդը պետքա խմի, ամեն ժամը 1։ Ինչքան։ Ըստ մարմնի կառուցվածքի, քաշի, բոյի եւ տարիքի։ Հաշվարկում եմ, ես ինձ համար մեխանիզմ ունեմ ստեղծած, որին նաեւ տիրապետում է մեծ հարսիկը, ոնց պետք է հաշվարկել, որովհետեւ ուղղակի կարող են ճիշտ ջուր խմել, հացը, կարտոֆիլը, մակարոնը հանել եւ բավականին տարբերություն տեսնեն։ Բայց այդ այնքան դժվար է։ Անավակ կարտոֆիլը։ Բայց առանց ջրի չի լինում, առանց ջրի չի լինի։ Ծաղիկը չեք կարող ամիսը 1 անգամ ջրել, չէ՞։ Այն ծաղիկը, որը կաթիլային է ջրվում, ինքը ավելի ծաղկուն է լինում։ Նույնը մեր մարմինը։ Իսկ ինչի է ստեղծված կարտոֆիլը, հացը ու մնացած բոլոր գայթակղիչ։ Կարտոֆիլ կարելի է, երբ որ վառարանում է։ Տեսեք, օրինակ կարտոֆիլի դիաբետով հիվանդը չի կարա, ես դրանք շատ կատեգորիկ դեմ եմ։ Ես ունեմ հիմա խոցով հիվանդ, որի համար ուղղակի կարտոֆիլը խաշում եմ, ձեթով պարավարկա եմ դնում, հա, գոլորշու վրա եմ եփում, ուղարկում եմ իրան կարելի է, բայց եթե դուք նիհարում եք, չեք կարող, որտեղ կարտոֆիլը խանգարում է, հացահատիկը խանգարում է, գլուտենները, իրանք չեն թողնի, որ դուք նիհարեք, խաչապուրի չեք կարող ուտեք ու նիհարեք։ Հարսանիք պետք է չգնաս։ Բայց եթե դու միս եք ուտում, կիրակյորերը իմ մոտ բոլորի մոտ շատ լավ տրամադրություն է, խորոված, խաշլամած, զվուկ, թողնում եմ ուտում են պարտադիր կիրակիները հանգստի օրա։ Հոգեբանորեն իրանք տրամադրված են, որ այդ օրը իրանք ազատ են, իրանք դիետի մեջ են։ Հետո դիետ բառը մտածում են, որ շատ տենց չի, ոչ շատ համով է ճաշել։ Քանի անգամ եք կերակրում։ Ուրեմն առավոտը կամ սմուզի է, ըստ չափերը տարբեր է լինում, հա, սմուզի է կամ միրգա վառարան դրած պոպոկով, դարչնով, կարա լինի սերկեֆիլ, կարա լինի խնձոր, կարա լինի տանձնած ու մինչա պետք։ Միրգը առավոտյան էլ առավոտ, մինչև ժամը 1-ը։ Դրա համար տալիս եմ, նույնիսկ աղցանների մեջ, երբ որ մրգային աղցան եմ տալիս, ժամը 4-ին ես ասում եմ, եթե հարմար է տեղափոխեք, 1-ին կերեք միրգը, ժամը 4-ին կերեք ձեր ապուրը կամ վառարան դրած ինչ-որ մի բան։ Ուտում են 4 անգամ, այսինքն 4 բերան ենք ասում, տենց ես իրանց բացատրում եմ, որովհետև եւ վերջինը 7-ն է։ Այսինքն 7-ից 11-ը, всё, վերջի 8-ից կեսել ջուրն է, եթե բույսեր չեմ տալիս, ուրեմն ջուրն է։ Շատ արագ եք ասում։ Առավոտը խմեցինք այս սմուզին։ Այո։ Հետո կերանք միրգը վառարանի մեջ դրած։ Չէ։ Կամ նայա կամ նայա։ Հա, օքեյ, շատ ուզեցի։ Ժամը 1-ին ապուրա, բորշա, սուպա, ջրի ճաշերը միշտ կա, ջրալի ճաշերը պարտադիր այն մոտ, պարտադիր է, որովհետև կերակուրներ կա, որ շատ անհրաժեշտ է, տենց չի լինի, նույնիսկ եթե չեն ուտում բլենդ եմ անում։ Վիրահատվածներին բլենդ եմ անում։ Հետո լսել եմ փորկապության համար է լավ ու դա շատ մեծ խնդիր է։ Ունեք նմանատիպ բուժումներ, այդպիսի խնդիրներով մարդկանց։ Հենց հիմա ունեմ տղաներ եւ ունեմ մի աղջիկ, մի տղա ունեի, որը շատ վատ էր, 15 օր տուալետ չէր գնացել։ 15 օր։ Այո, եւ ինտոքսիկացիա էր, թունավորվում էր, ինքնաթունավորում էր գնում, հա, ինքը վատ էր, ինքնազգացողություն, գլխապտույտներ ունեմ, որը 7 օր չէր գնացել ու շատ վատ էր, հեվոցներ, սրտխփոթման, տեսեք, այդ դեպքում հոգնաներ չի կարելի անել, երբ որ դուք փորկապություն ունեք։ Դուք պետք է աստիճանաբար մաքրեք մարմինը վերևից, հա? Եվ հատուկ սմուզիներ կան, բուսական են, ես դրանց մասին խոսում եմ, գրում եմ, գաղտնիքներ չունեմ, նվիրում եմ բոլոր իմ ռեցեպտները, իմ բաղադրատոմսերը, հա, ու այդ բաղադրատոմսով մենք 3 օրվա մեջ, առաջինը դա բազուկի հյութն է, որը ես կամում եմ թարմ, բազուկի թերթերը, որը շատ կարևոր է, եւ մնացած սմուզիները, այսինքն ես 3 օր հետո սկսվեց օրգանիզմի աշխատանքը, ջուրը ժամով, այ որ ասում եմ չեմ ալարում, զանգում եմ, ես չեմ ալարում, զանգում եմ, ասում ջուրը խմեք, բույսը խմեք, գիշերվանը խմեք։ Բայց ձեզ միայն այդ ամեն ինչի համար վճարելը շատ քիչ է, ոնց են շնորհակալություն ասում։ Օրինակ 15 օր տղան, ինչ արեց։ Առողջ լինելով։
Առողջ լինելով։ Գրանադայից Լսիրելի կարելի է գիտես, չէ՞։ որտեղ կարող մի 15 օր ու հետո չլներ, չէ՞։ Փրկել եք, հա։ Հա, բայց ես դրա մասին չեմ էլ մտածում։ Երբեք։ Մամային որ թողած է այս ամեն ինչի համար էլ Ես գումար չի վերցնի։ մի երազանք ունեմ, որ իմ տղաները այնքան ապահով լինեն իրանց աշխատանքով, որ ես հենց ուղակի անեմ։ Ես ունենամ տուն, որտեղ մարդիկ գան ու ես իրանց կերակրեմ իմ ուզած ուտելիքները։ Ես շատ լավ ղավուրմա եմ սարքում, իհարկե դա այդ կապ չունի, բայց շատ են առնում։ Ես լսել եմ, որ ձեր ձեռքը շատ լավն է։ Այսօր ղարման գնաց Նյու Յորք օրինակ։ Այո, ղավուրմա, տոլմա։ Այսինքն գնաց Նյու Յորք Պատվիրել էին ռեստորան, կար, որտեղ ուզեցին։ Մի րոպե, այսինքն բացի առողջ սնունդից, եթե համարվենք որ Բացի ղարման առողջ չի, բացի այն դայետը դուք ուրիշ ուտելիքներ եք պատրաստում, որոնք կարող են գնալ Նյու Յորք։ Այո, Ֆրեզնո են տարել, ուտելիքները շատ սիրել են, Վաշինգտոն են տարել։ Վայ, Վաշինգտոնի մի հատ շատ կարող եմ պատմել։ Իհարկե։ Մերի ջան, ուրեմն նույնիսկ ծիծաղացին տղաները վրա, չգիտեմ, ես ահավոր հուզվել էի, երբ որ իմ բերեցը տեսել էր այդ տղան։ Հիմա մի հուզվում ամջան։ Մի անգամ հուզվել եք արդեն։ Ջրի ժամն է։ Հա, ջուրն է։ Հուզվել եք ջուր խմել։ Հա, ես ասեմ այդ կիսա ֆաբրիկատները կան, բլինչիկներ կա շատ համ, ուզում եմ հուզվի պրծնի։ Ուրեմն այդ տղան նայում է իմ ռիլը, որտեղ ես բերեցն եմ անում, ինքը հիվանդություն ունի, շատ լուրջ, ու զանգում է ինձ, ասում է, ես ուզում եմ ձեզ հետ խոսեմ, ասում եմ, ասա տղաս ինչ ա եղել, ասում է, այդ բերեցը որ տեսա, այնց իմ մամայից կարոտեց, ինքը մամա չունի, ասում եմ, վայ, ինչ ես ուզում, ասա, ու ես արդեն էլ չեմ լսում իրան, ես մտածում եմ, ինչ սարքեմ, որ այս տղային վարկեմ, արդեն ինքը բերեց ուզեց, խավիար ուզեց, ես Բադրջանից ալերգիա ունեմ, ուրեմն ես մասկա եմ հագնում, նոր եմ պատրաստում, էլի, ալերգիա ունեմ Բադրջանի խորովածից, խեղդվում եմ, ու ես մասկայով քթիս էլ լիմոն եմ դնում, սենց կապում եմ, նոր եմ պատրաստում, ու հիմա դա գիտեն որտեղ, բայց ես արդեն չեմ մտածում, արդեն ես ինձ կորցնում եմ այդ ժամանակում, մտածում եմ, բա ինչ անեմ, որ իրա սիրտը շահեմ, շուշ սարքեցի, մեկ էլ իրա պապան ա զանգում, ասում է, գիտեք, աման չելա ձեզ ասի, կարողա պասուստոլմա էլ անեք, վայ, հա, ասում եմ, առավոտը կանեմ, թուփ ունեմ դրած, հիմա արել եմ, արագ տվել եմ, դելոն տարել ա, տվել ա, ես հենց հանգիստ քնել եմ այդ օրը, որ ես այդ տղայի կերակրեց, հա, որ ինքը իրա մամայի էփածի հոտն ա, նույնիսկ այդ վիդեոն նայելուց ասում եմ, ինձ թվաց, որ ես մամայի սարքացի այդ համու հոտը զգացի, կուղասի իհարկե, ու դա մի վարքյան ա տևել ինձ մտածելու, որ շուշուտ անեմ ուղարկեմ։ Դուք ինձ հուշեցիք, գիտեք, ես էլ եմ այդ տպավորությունը ստացել, ինձ թվում է, դուք բոլորի մաման եք, դուք բոլորի համար եք պատրաստում այդ վիդեոները, որ նայել եմ, այդ մի բանն էր պակասում, շնորհիվ այդ տղայի ես գտա այդ բառը։ Հա, մի հատ արժե։ Իրականում մաման մեր բոլորի մաման է, մեր ջան, ես Մանավանդ մեր մամաները ստեղ չեն։ հա, Մեծ սիրով։ ու մեր ընկերները, ովքեր որ հիմա շատ ընկերներ գալիս են Ամերիկա ու այդ մամայի պակասը ու կարոտը կա, այդ մեր տունն է։ Ինքը ոնց որ կինոյի միջի մաման լինի, չէ՞, որ բայց իրականում այդ մաման կա գտել է։ Իսկական է, հիմա ես երջանիկ եմ, երևի աղբերս էլ ճիշտ է, հիմա հեռու է մեզանից, բայց մենք երջանիկ ենք, որ sense մամա։ Եղբայրը Հայաստանում է, գալու է։ Չէ։ Մենք ենք գնում գալիս։ Գնում եք։ Եղբայրս արդեն 4 երեխա ունի։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Իդեպ քանի տարի եղավ որ դու այստեղ ես։ 12 մեր։ 12 տարի։ 12 տարի լրացավ հենց հունվարի 31-ին, այդ օրը այդ պրոյեկտը ոնց որ ցուցադրություն գնաց հոբելյանական։ Հա։ Հիմա արի խոսենք քո տոլմայից։ Ալի։
հետո կանցնենք Կոնմիկի շատ այն վրա վերցնելը, որտեղ միասին ենք անում, բայց այո, ի գաղափարը քեզնից եմ առաջինը լսել ու զարմացել եմ, տոլմայի խորոված, էս ինչա։ Հիմա ինչա անում։ Մոգոնել։ Ինչ արել է։ Հա, ուրեմն ասեմ, ի սկզբանե ես իրան առաջի անգամ ես որ կերա, այդ ասում եմ 2018 թվականին Հայաստանում էինք ու եղբայրս ասաց մի հատ դելիկատես եմ ուզում պատրաստեմ, տոլմայի խորովածը, այդ նույն հարցն եմ տվել։ Ու կերա ու կստացի վիդեոն ունեմ այդ իմ առաջի ռեակցիան, որ ես ուտում եմ, պահել եմ էլ այդ վիդեոն, որ կերա ասենց ինչ համա։ Տոլմա ես ուտում, հա, բայց ուրիշ տոլմա է, էլի այդ խորովածը, դե խորովածա, չէ։ Հիմա ասենք խաշած միս կա ու խորոված կա։ Հիմա ու որ կերա հենց այդ ժամանակ աղբորս ասի, ես էսի մի օր Ամերիկայում պիտի բիզնես անեմ, ասի։ Լուրջ, քանի տարի առաջ։ Դա 2018 թվականին։ Ու 25-ին ես Հայաստանից հետ եկա, ու սենց եկավ այդ ոնց որ գիտես, ոնց որ վերևից ոնց որ մի բան սենց գա, ասի, մի հատ հենց հիմա հել ու գնա այս տոլմայի խորովածը սկսի։ Իր համար բաներ էր պետք, որտեվ ինքը փարդա պետքա գտնվեր Ամերիկայում, ես չգիտեմ փարդա որտեղից եմ գտնում, որտեվ բանը ֆորմուլան գիտեի։ Իսկ դու միջև այդ կներես մամայի հետ կապված, որ ինքան թատ ուտելիքի մեջ պատրաստում, դու սեր ունեցել ես Ես 10 տարեկանից բլինչիկի լիստ եմ թխել ծախել։ Հա, մեջան, հիմա ես 4 ցավով կարամ բլինչիկ թխեմ 100 հատը մի 15 րոպեով էի անում։ Որ ուզես անգ։ Ես շատ համով, չգիտեմ, borщ, մենք միասին առիթներ եղել ենք, բայց ինքը չի պատրաստել։ Հա, ես շատ համով պատրաստ։ Սենց ասեմ, ֆիրմինի բլյուդներ ունեմ, օրինակ, որ իմ ընկերները միշտ սիրել են, այդ ասենք, չգիտեմ, մսով փլավը իմ կամ այն որ ես որ համով ուտել սիրում եմ, միշտ որ փորձել եմ, նենց անեմ, որ ես ոնց կսիրեի, տենց նո մամայից եկած է այդ ամեն ինչը։ Իսկ նարեկը ինչ ես սիրում։ Նա, վայ, նարեկի ուտելու մասին եկեք չխոսանք։ Նանայի կարտոշկա ժարիկը։ Բայց անում եմ ստիպված։ Չէ, օրինակ բան է, վերջերս սուպ ասել, բան զարմանում եմ։ Հա։ Հա, հեսա դրա մասին էլ ենք խոսելու։ Ոնց է սիրում ինքը, ոնց է սիրում։ Ու գնացի գտա առաջի խնդրեմը իմ համար ինչը որ պետքա գտնեի, այդ փարդան էր, որովհետև փարդան ինչի համար է, որ թուփը չվառվի։ Ու գարի փարդա էր, որտեվ մի հատ տեղ գիտեի, որտեղ որ գառ էր, գնացի այդ գառը գտա, բերեցի, ասացի մամա, անում ենք այս խորովածը, պիտի սկսենք։ Ու կտրտում ենք սա։ Հա, ու միսը կտրտում ենք ձեռքով, բիբարները։ Այսինքն դուք ստանում եք տոլմայի միջուկը, կտրտած մսով ուղղակի։ Վրան ինչ է։ Վրանը թուփն է, այդ փարդանը, բայց մեջի միջուկը ունի մեր գաղտնիքները, այսինքն այդ համը, որ մենք իրան դժվար է հասցնել այն կետին, մենք այդ ենք շատ աշխատում, որ դու ուտես ու տոլմա ուտես։ Իսկ ինչքան ժամանակում հասակ են վերջնական, որ դիգուստացիաները արդեն վերջացան։ Որ բոլորի քիմքին հաճելի լինի եւ սոուսն առանձին, սոուսները միշտ նվեր եմ ուղարկում, որովհետեւ սոուսը այդ մեր սխտոր մածունն է, բայց փոխել ենք, որովհետեւ այստեղ քիմքին, սառնարանում պահելու խնդիրը կա բան, մի քիչ դժվարացանք, բայց այսօր իդեալական հասել ենք այդ արդյունքին, ու բոլորը շատ սիրում են, շատ։ Բայց ես ոնց պիտի դա տանը սարքեմ։ Խորոված ոնց է կանում։ Այսինքն շշի վրա շամփուրի վրա, շամփուրի վրա։ Մենք ունենք այդ մեր, երբ որ մեզանից պատվիրում են, մենք ունենք իր վրա QR կոդ։ Այդ QR կոդը որ պահում եք, բացում է այն վիդեոն, որտեղ որ ես մանրամասն բացատրում եմ ոնց են խորովածը անում։ Այսինքն երբ որ դու գնում ես, մանրացրել ես մանրամասն թե ոնց, որտեղ իրան ճիշտ խորոված անել է պետք։ Օրինակ մարդը եղել տարել է ու շատ սխալ արել, չգիտեմ, ալարել է զանգի կամ մտածել է ես կանեմ, ու հենց ի սկզբանե շիշը սխալ կողմից է ոնց որ մցրել է այդ բանի տոլմայի մեջ ու շատ ուրիշ բան է դառը։ Դրա համար ինքը պատրաստման եղանակներն է, էլի կարևոր։ Հա, ինքը նուրբ կրակասի շատ դե գիտես ինչ պիտի անես, ամեն պատվերի հետ պիտի գնաս իրանց տուն։ Էդ էլ եմ անում թանգով։ Հա, մեկ էլ գիտեմ, որ ձեզնից վերցնում են ռեստորանները եւ կարող են վերցնել, այսինքն օրինակ Լե Շանսոնը, Նարիեն, Կանչոկենք վերցնում են։ Շատ շնորհակալ եմ իրանց շատ լավ ընկերներ են 100 տարվա ու ասեմ իրանց մոտեցումը, թե իրանց խոհանոցի բոլոր աշխատակիցներին ուզում եմ ջերմ ողջունեմ ու շատ շնորհակալություն ասեմ, որովհետեւ սենց ասեմ, այդ բանը մեր որ կա չէ ինչ որ տես մի հատ նախանձություն կարա լինի կամ մենք կարանք անենք, էդ էլ կա, որտեվ տեղեր կա, օրինակ ծանում են, հարցնում են ինչ որ բաներ, հետո հասկանում են, որ ուզում են իրանք անեն։
այդ հայի մի հատ տես տեսակ կա, որ աշխատում ենք շփվենք իրանց հետ, բայց Նարեյենց Անչոկյան շնորհակալ եմ, իրանք հենց ի սկզբանե առաջի օրը տարա պատրաստեցին, կերանք շատ հավանեցին, իրանց պովերները շատ հավանեցին ու իսկականից երևում է, որ մարդիկ սրտանց այնց են ուզում անեն, որ շատ մարդ ուտի, որտեվ ինքը նորություն է, իրան պետքա շատ մարդ ուտի, որ հասկանան այդ ինչ է։ Իմ կարծիքը ասեմ, ամեն ռեստորան գնալուց, օրինակ Le Chanson, հա, մենք գնում ենք, որովհետև Le Chanson-ը ունի իր խոհանոցը, ինչով է հայտնի ռեստորանը, խոհանոց, սպասարկում, մնացածը։ Ու մարդիկ, այո, ամենակարևորը, ու մարդիկ այդ ռեստորանը ներկայացնողները կամ ներսում խոհարարները, հա, երբ որ չեն ուզում ուրիշ ուտելիք կամ մտածում են, որ իրենք կսարքեն, ես օրինակ դրան նորմալ եմ վերաբերվում, որտեղ դա իրանց խոհանոցն է, իրեն ընդունել են այդտեղ որպես խոհարար ու ինքը պատրաստում է իր ձևով։ Բայց ձեր հետ կապված եւ նմանատիպ ուտեստները, որոնք նորություն են շուկայում, որոնք միայն դուք եք անում, ասենք հիմա ես ուզում եմ Le Chanson-ից խոսեցինք, ասեմ այդտեղ գնամ այնտեղ, ուտեմ իրենց ուտելիքը, բայց այնտեղ կա այս տոլման, որ ես կարող եմ վերցնել ու այս տոլման ով է պատրաստում Դելոն, դե հիմա չեմ կարող այդ րոպեին զանգեմ, ասեմ, բեր ինձ այս ռեստորանում արդեն կա։ Այնպես որ ռեստորան ունեցողներն էլ պիտի այդ հարցին ավելի հանգիստ վերաբերվեն։ Դժվար process է մեր ջան, այսինքն այդ նույն խոհարարը, եթե որոշի, որ ինքը ուզում է այս process-ը, այսինքն ստանա այն ինչը որ մենք ենք ստացել, դա process-ի մեջով են կանցել։ Եթե կարող են, խնդիր չկա, թող անեն, բայց կարծում եմ ավելի հեշտ է պատրաստի արդեն product-ը, որը որ աշխատանք արած վերջացած է, կարող ես դու ուղղակի քո մենյուում ունենաս, ու իմ համար բոլորը կարող են ունենալ։ Ուրեմն սրանից հետո հիշեք, որ դա էլ է դառնալու ձեր խորոված փարթիների մի մասը, տոլմայի խորոված, որը իսկապես յուրահատուկ է, ամենայն դեպս ես չէի լսել։ Եթե դու ինչ-որ միտեղից կերել ես ու այդպես գիտես ու դու ես հիմա անում, ես չէի լսել ու ինպես շատերը։ Դել դուք ներկայացնում եք տարբեր սերունդներ, ինչպես որ նշեցի ես, բայց երկուսդ էլ ուտելիքի, այսպես մեջ եք ու իմացանք, որ փոքրուց սիրում ես սարքել, բայց սերունդների տարբերությունը ուտելիքների հետ կապ ունի, հա, կապ ունի այնքանով, որ քանի որ ես շատ եմ աշխատել, Մերի ջան, շատ։ Եվ իմ երկու տղաները փոքր ժամանակվանից ես եւ թորներից սովորեցրել եմ կերակուր պատրաստել, որովհետեւ խոհանոցում լինելը դա շատ կարեւոր բան է։ Երկուսն էլ շատ սիրել են եւ շատ օգնել են ինձ 90-ականների այդ վատ ժամանակները երկու աղբեր օգնում էին ինձ եւ աղցաններ պատրաստելուց եւ խոհանոցը հավաքելուց նույնիսկ նկարահանման ժամանակ երբ որ ամբողջ թիմը մեր տաններ եւ նկարահանում էին իրանք գիտեին որ ժամը 6-ին ես գալիս եմ ես ունեմ հիվանդներ պետք է աշխատեմ բայց այդ ժամանակ իրանք պատրաստում էին կերակրում էին իրանց ընկերներին դելը շատ ա եղել որ Արմենիայի աշխատակիցներով կերել են, հետո տեսելա, որ բան չկա, նորից մեր համար մի բան պատրաստելա, գազի վրա դրելա, որ ես ու պապան գանք մի բան ունենանք ուտելու, այդ եկելա փոքրուց։ Եվ երեխային փոքր ժամանակ, երբ որ դու մի քիչ հոգսի մեջ ես մտցնում, ու ասում ես դու պետքա օգնես պատրաստես, որովհետև դու մեծանալու ես ու ապրելու ես միտեղ, կարող է քեզ էփող չլինի, դու ինքդ պետքա պատրաստես եւ ինքդ ուտես։ Այդ սերը համով ուտելու բան նախ իմ մամայից ինձ ա եկել Ես գավուրման պատրաստում եմ մամայիս եղանակով, պասուստոլման մամայիս եղանակով, ինձանից ժառանգել է իմ հարսը, նույն ձև պատրաստումը եւ իմ երկու տղաները։ Իսկ էդի շատ կարեւոր է, եւ որ քիմքը լավն է լինում։ Ինքը շատ համով է պատրաստում։ Ու յուրահատուկ։ Ամեն անգամ մի նորություն է մեզ հրամցնում։ Կազան ունի, ուզբեկական փլավ է սարքում, խաշլամաներ է սարքում, տարբեր կազաններով։ Այսինքն դա ձեր մոտ առօրյա չի ուղակի արտնացել ենք ու պիտի ուտենք։ Դուք դա ինչ որ սիրում ենք, սիրելով ենք տնում։ Էլի ոնց որ հետներս այդ ամեն ինչը եկել է։ Իսկականից որ հիմա պատմում է ու ես հիշում եմ որ փոքր էինք, մաման աշխատում է, papan աշխատում է, մենք դպրոց ենք, եկել ենք տուն ու սոված ենք։ Հիմա նստի սպասի որ գան, չէ, իմ ամենասիրած պահը, երբ որ դու համով ես, չէ, ինչ որ բան պատրաստում, ու այդպես վայելում ես, ոնց են բոլորը վայելում, այդ երևի ամենահաճելի պահն է, էլի։ Իսկ կա տենց բան, որ ընթացքում պատրաստում ես, արդեն այնքան ես պատրաստում, որ ախորժակդ փակվում է։ Չէ, վերջում։ Ես կարամ դրա ուրիշ օրինակը բերեմ, որ երբ որ ես փոքր ժամանակ այդ բլինչիկի լիստի բիզնեսն էինք անում, ես ատում էի բլինչիկը, որտեղ մենք նոր տարվա այդ մի քանի օրներ, այդ բիզնեսի երուն
ժամանակաշրջան այդ երևի 90-ականներն էին, ես երևի 11, 12 կամ 13 տարեկան եմ։ Օտանից դուք պատրաստում Այն եք ժամանակ չկար կիսաֆաբրիկատներ, ոչ մի մեզ բան։ պատվիրում է մինչև 10,000 հատ լիստ ենք տվել։ Ու լիստերն ենք լիստեր։ ու ես պատկերացրու, որ այդ ամեն ինչից հետո նոր տարի է գալի ու դե ժամանակ է տնից տուն։ Ում տուն գնում է, ասում են մեր բլինչիկը փորձի, բայց իմ թխած բլինչիկն է ծա։ Հա, ու չէի սիրում բլինչիկ։ Ես վերջերս եմ սկսել ուտել։ Ինձ համար օրինակ հազվադեպ է հանդիպել միտեղ, մի օջախ, որտեղ կինը հիմա կարող է քարկոծեմ, բայց ասում եմ, լավ է պատրաստում, օջախի մայրը, հա, այն մեր սիրած մաման, որ միշտ այն որ տնից ուտելիքի, համեղ ուտելիքի հոտ է գալիս, չգիտեմ, այդ պատկերացրեցի, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ, որպեսզի դուք նաև դասընթացներ տաք Ինպես մարդկանց, ես հիմա էլի կասեն, ինչու ես այդպես ասում, ես ասում եմ, ինչ պիտի թաքցնեմ, ես շատ լավ չեմ պատրաստում, ավելի ճիշտ ես շատ չեմ պատրաստում, գուցե ես գիտեմ, որ ես լավ չեմ պատրաստում կամ գուցե վախենում եմ, որ լավ չի ստացվի, բայց ես ինձ երբեք չեմ պատկերացրել այն մաման, որ իդեալական պետքա պատրաստի, ու ինձ միշտ ամուսնուս եմ ասում մի հատ տեղ գտնեմ, որտեղ ինձ կարող են համեղ, ուզում եմ սովորեմ, ուզում եմ, որ ինձ ասեն ինչ համեղ ես պատրաստել, երեխաներիս համար պատրաստում եմ այդ ավանդական առօրյա բաները, բայց այդ լավ ուտեստները, որոնք որ դուք ասում եք ու տիրապետում եք, հնարավոր է, որ դուք կարողանաք աղջիկների խումբ ունենալ, որոնց կարելի է սովորեցնել, հետո այդ process-ը լավ կանցնի, շատ բոլորս այդ գլխաշորները կկապենք, օգնոցները կկապենք, ու լավ ինչ որ բան կլինի, դրանով էլ զբաղվեք, էլի։ Մեր տարածքը տենց շատ մեծ չի խոհանոցը, բայց ես օրինակ ինձ օգնող կանայք կան, որոնք շատ է մամաններ օգտագործում։ Մի մարդու համար այդքան տեսականի, մի մարդուն ասենք 2 օր եմ անում, չէ, ապուր եմ անում, երկրորդ եմ անում, աղցան եմ անում, սմուզի եմ անում, այդ մի օրվանը, հաջորդ օրվանը ու սենց շատ, ասենք 30 հոգի են, 20 հոգի են, ամեն մեկը տարբեր բաներ է։ Ու մի օր ես խոսք եմ տվել հաճախորդներին, որ այդ աժոտաժ վիճակը նկարեմ, որ իրանք այսքան պուճուրի կաստրուկա, մի հատ աղջիկ ուտում է սուպ, սող չի ուտում, համեմ չի ուտում, մենակ բանջարեղենից գազար է ուտում, դդում ատում, կաբաչկա չի ուտում, բիբար չի ուտում, իրան այսքան պուճուրի արագ-արագ սարքում եմ, այս դնում եմ, լցնում եմ, իմ ձեռով տանում, փակում եմ, որ ես հանգիստ լինեմ, որ դա արեցի։ Բայց երբ որ տարածքը լինի, ես մեծ սիրով, այն ինչ որ ես ժառանգել եմ իմ ծնողից, իմ ընկերներից, իմ լավ խորհրդատուներից, ես այդ ամեն ինչը մեծ սիրով, այդ այնց մի հատ միջոցառումներ լինի, մի անգամ որոշել էի անել միջոցառում, ուզում եմ միջոցառում անեի, որ հրավիրեի աղջիկներին եւ իմ գույներով դնեի եւ ասեի ով ինչ կարող է պատրաստել ու ես իրաց օգնեի sense սիրուն բան էի մտածել հա հիմա գիտես ինչ որ այդ գործի մեջ մենակ ես կինես մենակ հա Վահագը ինձ օգնում է բայց կանանցի ձեռքա չէ մի քիչ պետք որ ինձ պատժկա լինի օգնող ձեռքա պետք մտածում եմ շատ սիրուն բաներ ունեմ Ես մերի այդեն համաձայն եմ, որ ես որպես օգնող ձեռք չեմ կարող, բայց բոլոր ինֆորմացիոն, գովազդային բաներով կօգնեմ շատ, որպեսզի կարողանանք, որտեղ առաջին հերթին ինձ ու ինպես շատ-շատերին պետք է գալու դա, հաստատ իմացեք։ Այն որ մամաները բլոկնոտ ունեին, մեջը գրված բաները, բաղադրատոմսերը, հա, այդտենց մի բան եմ ուզում ունենալ։ Ունենանք Հիմա ասացիր, ես էլ սիրում եմ, որ այդեա է գալիս, ես սկսում եմ իրա վրա աշխատել։ Հիմա այն ինչ որ դու ասացիր, ես արդեն իմ մեջ պլանավորում եմ այդ ոնց կազմակերպենք, որովհետև իրականում լավ բան ես ասում։ Զանգում եմ, ասենք զանգերից ասեն ուր ես, ասեմ բանը ճաշի դասի է։ Ճաշի դասի։ Հա, այդ եմ ուզում։ Շատ լավ։ Տեսեք, օրինակ ասենք օտար ազգը որ ուտում է, օտարներ են ուտում, ես ասեմ միայն հայեր չէ։ Այո, իհարկե, ու ինչն է հետաքրքիր, ես քանի որ իրանց քիմքը ուզում եմ հասկանամ, նո ասենք արաբա ուտողը, իրանք ուրիշ մի հատ տոլմա են ուտում, իրանց թուփով տոլման ուրիշ ձևի է, կամ ես ուրեմն քչփորեցի, սենց լավ, սկսեցի ուսումնասիրել, բազուկի թերթերով տոլմա եմ անում, արդեն 2 տարի է, շատ համեղ է, էլի յուրատ ոնց որ սենց թաղանթ լինի, այդքան նուրբ է լինում այդ տոլմա, ու ես սարքել եմ, ուղարկել եմ, ասել եմ տոլմա կուտեք, դե ես էլ անգլերեն չգիտեմ, Google-ով եմ խոսում իրանց հետ։ Մեկ էլ
ինձ գրում է այդ մարդը ասում է որտեղից եք իմացել ասում է որ այս տոլման մեր ավանդական ասում եմ հա մենք էլ ենք տենց եփել ուղղակի ես գիտեմ որ դուք էդ եք սիրում ձեր համար փոխեցի շատ սիրում են մեր ավելուկը կարիճնիվի ճաշ են անունը դրել կամ սև ճաշ գրում են ասում են այդ սև ճաշը ուղարկեք պոպոկով անտեղը տեղի հա շատ են սիրում ես հաճույք եմ ստանում անկեղծ եւ ես սովորացնելու համար մի հատ էլ փոքրիկ բան եմ ուզում ասեմ բացի այն դայտը ես նաեւ ուզում եմ իմ մասնագիտությունը սովորացնեմ այն մարդիկ ովքեր կուզենան իրոք կրթվել սովորել իմանալ ես ունեմ ուսանողներ Հայաստանում մասաժի առումով, հա, դե կերակուրը հարսիկիս եմ սովորացրել, տղաներիս եմ գաղտնիքները ասում, նույնիսկ դելը ունի վահագստետր, որտեղ գրում է ինչը ինչի հետ եմ պատրաստում, որովհետև իրան էլ է դա հետո պետք գալու, հետո այդ ռեստորանը ինքը պետքա չի աշխատացնի, արևտուրը ինքն է անում, արդեն գնում է, գիտի, օրանջ գույնի ամեն ինչ առնում է օրանջ, կանանչի ամեն ինչ առնում է կանանչ, գիտի, որի հետ ենք համադրում, ու նաև ես իմ մասաժի մասնագիտությունը ուզում եմ որ մարդիկ կիրթ լինեն, դա ճիշտ է, այն դա հետ կապ չունի, բայց հիմքերից մեկն է։ Առաջի հիմքերից մեկն է, որ մարդուն ոչ թե մասաժ անես հիվանդ սարքես, այլ մարդուն մասաժ անես բուժես։ Ես միքսեցի տեխնոլոգիան մասաժի մեղրաբուժության հետ եւ Դարա մեղրով մասաժ։ Այո, ինքը կոչվում է մեղրով, ինքը դժվար մասաժ է, իր տեխնիկան շատ կարևոր է, հիմա շատերը վերցնում են խանութից առնում են մեղրը, անում են իսեր աստծո իրանց գործն է, բայց պետք է ունենան այդ կուլտուրան սովորելու։ Ես 60 եմ հիմա լինում, ես դեռ սովորում եմ։ Ամեն ինչ կա դրա մեջ, որ ասենք գան վերապատրաստվեն ավելի ես ունեմ աշակերտներ ունեմ Հայաստանում որ աշխատում են եւ իդեալական արդյունք են տալիս բացի հարսիկս ունեմ նաեւ Մոսկվայում ունեմ Ուկրաինայում ունեմ ես երբ որ հրավերք ստացա Մոսկվայում աշխատելու Էվրիկա կենտրոն կար որը որ ինձ հրավիրեց եւ ես առաջի անգամ 2009 թվականին պրոպագանդեցի մեր հայկական բժշկության այդ տեխնոլոգիան եւ բավականին լավ ռեզուլտատ ունեցա գնացել էի 10 օրը մնացի 45 օր ու տենց 10 տարի ես հրավերքներով եղել եմ Մոսկվայում։ Ու ամեն գնալուց ինչ-որ ուրիշ դիպլոմով հետ էր գալի։ Այո, ես սիրում եմ, որովհետև տարբեր գույներ։ Տարիքը կապ չունի։ Ես պրոֆեսիոնալ ինստիտուտի անդամ եմ, բայց էլի ուզում էի մի հատ էլ Ես հատուկ լիմֆադրինաժ եմ վերապատրաստվել, որը Իսպանիայում վերապատրաստված պրոֆեսոր էր, ու ինքը ինձ մենակ ասում էր ամեն անգամ ինձ մի քիչ մեղրիցդ կբերես, որ ես էլ իմ հիվանդներին անեմ, այսինքն այդ կապը ես սիրում եմ մարդկանց կապը, հա, որ մեկս մեկից վերցնենք։ Այո։ Եսը ինչ է։ Եսը քանդում է մարդուն։ Պետքա սիրենք։ Այսօր մերին լավ բան ասում, ես վերցնում եմ։ Ես եմ ասում մերին պետքա փոխանցեք իրար։ Այդ կանայք, որ հավաքվում են միջոցառումներ են անում, պետքա իրար լավը փոխանցեք, երեխեք ջան։ Իրար սիրեք, իրար հարգեք, իրար մեջ լավը տեսեք։ Ես աշխատել եմ ուկրաինացիների հետ, իրանք միշտ ինձանից վերցրել են այսինքն տետրերով գրում էին այս սրա հետ այս նրա հետ այս նրա հետ հասկացա ես էլ իրանցից եմ վերցրել ես չեմ սիրել ասեմ ես գիտեմ ես մինչև մը սովորում եմ ամեն օր ամեն հիվանդի հետ բան եմ սովորում մեկի մոտ սա է խնդիրը մեկի մոտ նա է եսը շատ վատ բան է եթե ձեր մարմնից վերև եք դնում Դուք պետքա ձեր մարմինը պահեք կրթության մեջ։ Կերեք միրգը առավոտ, կերեք խորոված, ինչքան ուզում եք, մեր ազգը խորովածասերա, տոլմայասերա, կերեք։ Լավ, ամանը լցրի 300 գրամ տոլմատ կեր, կշտացին վեր կաց։ Ինչի համար պետքա տոլման ուտես, ձմերուկ ուտես, հացպանիր ուտես, էս ուտես, այն ուտես, հետո լյարդի ցիրոզով հիվանդանաս։ Ուտում են։ Ուտում են։ Մի կիլո կես աղջիկ ունեի, մի անգամ ասում է, դե մի կես կիլո մառոժնի եմ, վայ ասեցի։ Ինչ կես կիլո մառոժ։ Ես այս տարիքում 2 կիլո տատանում եմ ունենում, ես անհանգստանում եմ։ Իհարկե, ինչի համար պետքա։ Դուք պատկերացնեք, մարդը եկել այ մոտ նիհարի, ես այդ չաղեսնս թևերով գամ, ասեմ, արի ես քեզ նիհարացնեմ։ Կսեմ, միա դու քեզ նիհարացրու։ Չէ՞, Մերի ջան, անկեղծ։ Իհարկե։ Քանի որ կոմոդ sense անկեղծ է զրույցը, քո sense շատ անուշ է լինում այս զրույցը մեր։ Քո է դրական ժպիտը, այդ մարդկային վերաբերմունքդ, որի համար հատուկ ուզում եմ մերսի ասեմ քեզ, ու մի հատ էլ մերսի եմ ուզում
ասել նարին ու անչոկին, երբ որ այդ դիմավորելը, այդ մարդուն, դες շատ ռեստորաններ կա, չէ, բայց իրանք անենց շպիտով են քեզ դիմավորում, անենց հաճույքով, որ ես բոլորի իմ ընկերուհիների առիթները տանում եմ այնտեղ։ Հա սիրում եմ ես այնտեղ, որովհետև մարդկային են, հետը ուրախանում են, քո ուրախությամբ ուրախ են, քո տխրությամբ տխուր են։ Կապ չունի, որ մենակ իրանց ռեստորան են գնում, չէ։ Նույնը քո մոտ քեզ հյուր են եկել հաղորդման, դու մեզ օգնում ես։ Ճիշտ է, մենք հիմա ճանաչվելու են մարդիկ, ավելի շատ մարդ է իմանալու մեր մասին, իշնորհիվ քո հաղորդման, որի համար շնորհակալ եմ Անուշ։ Ես եմ շնորհակալ, ես եմ միանում ձեր բարի խոսքերին Անչոկի ու Նարիի մասին, իրանք իսկապես շատ լավ մարդիկ են։ Միևնույն ժամանակ նաև ուզում եմ ասել, որ դուք շատ երկար տարիներ աշխատել եք, կոլեկտիվում եք եղել, բուժել եք մարդկանց, հասել եք մարդկանց, դեպքեր պատմեցիք, երբ չգիտեմ որտեղից զանգում էին ձեզ, ասում էին ռայոնից, գիշերը։ Բոլորին օգնել եք, բոլորին հասել եք, կարոտել։ Ես երբ որ Արմենտելում աշխատում էի, մեր ռուսների արքուվաճառքներ հույների հետ, քանի որ հույները շատ էին ինձ սիրել, ես 98 թվականից մինչև 2009 աշխատել եմ, 7500 աշխատող ա եղել, երբ Արմենտելում։ Արմենտելի, այո, երբ որ Արմենտել էր, որպես բժշկուհի։ Ես առաջին բուժօգնություն եմ արել, եւ այնքան հետաքրքիր էր այդ հույները ինձ այնքան էին սիրում, որ դեղորայք էր նշանակում պրոֆեսոր մարդ, զանգում էր ինձ, մեր տնօրենը ասում էր՝ մի հատ արի, ասում եմ ձեզ պրոֆեսոր ան, չէ, դու մերն ես, դու մի հատ արի, ասա, կամ աչքի կաթիլները պետքա Վասիլակիսին կաթացնեի, մեր տնօրեններ, տարիքով մարդ էր, չէր թողում, ասում էի աչքի կաթիլը պետքա կաթացնեք, դու ասում էր դու արի, դու արա, որտեվ ես ապահով եմ, հասկանում եք։ Վստահություն եք ներշնչել։ Հա, որովհետև հետո եղավ մի բան, որ վաճառքներ հույներից ռուսներին, խորհրդի ժամանակ շնորհակալ եմ ես մեր մարդկային ռեսուրսների Կիպարի սուդա ունենք, որը ողնաշարի խնդրեմ ուներ, ես իրան բուժել էի, ու ինքը Ելեն Նիկոլաևնային ասում է իմ համար ամենացավը գիտես ինչա, որ Նազիկին չենք կարողանում տանենք Հունաստան։ Հետո Ելեն Նիկոլաևնան դառավ իմ ընտանիքի լավ անդամը։ Նույնիսկ զանգում էր իմ ամուսնուն ու ինձ ասում էր եկեք գնանք Աղվերյան կամ ինչ ես էփել մի հատ իշխան կեփես գանք ուտենք տնորեն Արմենտելի տնորենն էր եթե ես այսօր ճաշ եմ էփում եթե ես հիվանդի հետ աշխատում եմ եթե ես տանը մի բան եմ անում դա զուտ իմ Աստծո շնորհիվ է որից ես շատ շնորհակալ եմ անկեղծ եմ ասում Մենք էլ շնորհակալ ենք որ դուք կաք ու այդքան Աստված կա ձեր մեջ թող Աստված ձեզ պահի ու պահպանի շատ առողջ որ կարողանաք մեզ շատ երկար պիտանի լինել այս ընթացքում երբ դուք խոսում եք ես աչքս գցում եի Դելոյի վրա ու ինքը շատ այսպես ուշադիր կարծես առաջին անգամ լսում էր ձեզ Այդ ինձ շատ նույնիսկ շաքավում եմ հիմա որ խոսում եմ այդ մամա ու տղա կապը ձեր մեջ ես զգացի ու ինքը ձեզ չի նայում որպես մամա ինքը ձեզ նայում է որպես ուսուցիչ մի բան որ դուք ասում եք ինքը sense գլխով անում է ճիշտ է ասում այդ ինչ կապ է դել իրար հետ ինձ թվում է այդ 38 տարվա կապ է դե բարձ է բայց չեմ կարող բացատրեմ անկեղծ որ ասեմ որովհետև մենք ընկերներ ենք էլի հասկանում ես այսինքն ես կյանքում ու շատ իմ փոքր ժամանակվանից իմ բոլոր կապրիզները մաման ներել Երևի այդ համ իրա երևի կապը սերը իմ նկատմամբ համ իմ իրա որտեվ դե ներել չէ ծնողդ ներում հա ծնողքա չի ներում չէ մի օր ասում է գնա դու էլ քո խնդիրներն էլ չէ դե տենց ծնողներ էլ ցավոք կան բայց ես երջանիկ մարդ եմ որ հենց այս ընտանիքում եմ ծնվել ու իմ ծնողները Նազիկն ու Էդոն են ես էլ փորձում եմ ոնց որ լրացնեմ իմ մասով ճիշտ է ես մի քիչ պրոբլեմատիկ եմ այդ պրոբլեմներից մասին նույնիսկ բարձրաձայնել եմ բացահայտել եմ ու այդ էլ մաման որ այսինքն այստեղ ներել չներելու չէ բայց մամաց ինձ հասկացել է այսինքն թե այդ անցած ճանապարհս թե դրա մասին խոսալը ինչի համար է եղել ու հետո արել ենք ֆիլմ ու հետո արդեն նկարեցինք այն ինչը որ երևի մա դրա մասին խոսանք մաման արդեն դերասան է Նայ բայց ինքը արդեն հաղորդավար է ինքը տանում է խոսքը
Մենք շատ արագ ասավորում են, հիմա կարող եք տեղ նստի դու տեղ։ Որ դու ուզենաս հյուր գացնից, ես կնստեմ այդտեղ մեր Հետո մաման, հետո իր ֆորմատի մեջ մի քիչ փոփոխություններ ենք մտցնելու, դու էլ մեծ հյուր կգաս։ Ուրեմն հենց կակած առաջի հյուրն էլ դու մեզ կնես։ Մեկը մի հատ խոսք եմ տվել մեր Ֆելիքս Խաչատրյանին։ Մի հատ փակագծերը բացեմ, առաջինը Ֆելիքսի հետ ենք անել, որտեվ ինքն էլ է սիրում տենց համով բաներ։ Հա, միասին ենք անելու, հույսով եմ, որ հետո քեզ կհրավիրեմ, եթե գաս։ Սիրով, հիմա ասեք ուր պիտի գամ։ Հիմա այդ կասենք արդեն, հələ հիմա չենք ասի, բայց կասենք, որտեվ ուզում ենք մի քիչ մամայի ֆորմատը, այն իր ինչը որ Instagram-ի ռիլերը կա, գնա դեպի մի քիչ էլ YouTube-ի դաշտ, որ դառնա դրա մասին է խոսքը։ Ես գիտեմ reality-ից է խոսքը։ Իսկ reality-ն sense է սկսվել, reality-ն ու տոլմայի խորովածը նույն օրն է ծնվել։ Կար խնդիրներ, որոնք որ ես պետքա լուծեի, մինչև այս ինչ կար դնում ենք մի կողմ, 0-ից սկսում ենք։ Ու ես կյանքիս մեջ առաջին անգամ, որ ես ինքս սկսեցի գրել մեր ջան, ոչ թե պրոստ ուղակի գրել, այլ գրել մի բան, որ ուզում եմ իրականացնեմ։ Այդ արտիստ կոմեդիանը, որը որ իմ հետ դեպք է եղել Ամերիկայում, ես նկարել եմ, այդ ցույց եմ տվել, այդ անունն էլ հենց այդտեղից է ծնվել, որտեղ ինքը ծիծաղալու էր հենց, որտեղ այդ դեպքը չպատմեմ, արդիկ ավելի լավ է մտնեն կինոդարանով նայեն։ Կինոդարանում, այո, արդեն 3 էպիզոդ հիմա կա, բայց 12 էպիզոդ է լինելու։ Ինքը ու դեռ նկարահանում եմ։ Հայո։ Այսինքն, քանի որ իմ կյանքն է ինքը շարունակվում է, ես իրան որպես սերիալ չեմ դիտարկում։ Ինքը իրական իմ կյանքի պատմությունների հիման վրա, բայց թեթև ու հումորային է, որովհետև վերջերս որտեղ հարցազրույցից հետո մարդիկ շատ մտածել են, ոչ որ ծանր բաներ եմ նկարել, որ ցույց տամ ինչ-որ։ Բայց մարդիկ սիրում են ծանր բաներ։ Ու համ էլ թեթև։ Հիմա այդ էքսի միքսն եմ արել, դա էլ է նորությունն էլ, ինքը համ թեման ծանր թեմայից է սկսվել, բայց իրականում ես հումորային դերասան եմ։ Որոշեցի, որ ցույց տամ այդ ծանրության մեջից ոնց կարելի է դուրս գալ հումորով։ Ու կյանքը ավելի լավ ճիշտ ուղու վրա դնել, բայց ընկերները, ռեժիսորը, որովհետև ինքը ուղակի տենց չենք էլի որոշել, որ մի բան անենք ցույց տալու համար։ Ես առաջինը գրեցի, տեսա ռեժիսորին Վարդանին Հակոբյան, ում շատ սիրում եմ, ու ասացի, որ այդ օրը մենք տենց նոր էինք ծանոթանում մոտիկից։ Մեր շենքում է ապրում։ Հա, շատ Վարդանին շատ եմ սիրում։ Ու ասում եմ Վարդ, ասացի, սենց իդեա կա էլի, ինձ մարդ է պետք, որ իմ մտքերը կարողանա ճիշտ նկարի, որ ճիշտ մատուցենք։ Ասաց, ես կարամ, ասաց, դե արի մի հատ պիլոտ նկարենք։ Իսկ հովանավորներ ունեք։ Հա։ Առաջի սերիայի հենց այդ պիլոտը որ նկարեցինք մեր ջան, այդ ժամանակ ունեին իմ ընկեր հովանավորները, ովքեր որ ընկերներ են, միշտ ինձ 10 տարի է իրանց համար գովազներ եմ անում, բան եւ այլն, այսինքն այն մարդիկ ում հետ որ երկար ժամանակ աշխատում ենք, իրանց ցույց տվեցին։ Մոտ 3-4 հովանավորի ցույց տվեցի, բոլորը սիրեցին հենց առաջի սերիան ու իմ համար ամենակարևորը այն էր, որ մարդիկ հետաքրքիր կուզեն, տեսնեն շարունակություն, չէ, որտեղ ամեն ինչի այդ կարևոր մասը այդտեղ է։ Բոլորը միանշանակ ասացին, որ հետաքրքիր է, ուզում ենք նայենք երկրորդ սերիան ինչա լինելու։ Հետո այդ մեր նեղ կռուկ ասվածին, հա, շոու բիզնեսի մոտիկ ընկերներին, չգիտեմ, Գրիգորին, Ֆելիքսին, բոլոր այն ընկերներին ու գիտեմ, որ անկեղծ սրտացավ կասեն ճիշտ է ինչ որ մտածում են ու համ էլ պրոֆեսիոնալ կողմից դիտարկված բոլորն էլ նույն կարծիքին էին որ արժի շարունակությունն անել ու սկսեցինք նկարել նկարեցինք մոտ 6 էպիզոդ այդ ժամանակաշրջանում այդ 6 էպիզոդը այդ կյանքի մի հատ փուլ է որ գալիս է հետո 7-րդ էպիզոդից արդեն շատ բան է փոխվում ու չեմ ուզում շատ փակագծեր բացեմ բայց ես կարծում եմ մենք կարողացել ենք իսկական ռեալիթին ճիշտ Ամերիկանը իսկ հեշտ համաձայնեցիք նկարվել իհարկե դե ուզած չէր կարա չնկարվել որովհետև իմ կյանքն մեջն է մենք որդիս ընկերներս մարդիկ ովքեր իմ հետ շփվում են ընկերություն են անում այսինքն մենք որոշ ես սենց էի պատկերացնում եթե իրան պետքա շատ բեմականացնենք ու ինչ-որ ինքը չի լինելու։ Եթե ռեալիթի է, իսկական ենք մենք անում, իսկական ոնց ապրում եմ, որտեղ ապրում եմ, ինչով զբաղվում եմ, այսինքն այդ իսկականությունը ու մարդիկ հիմա որ արձագանքներ եմ լսում, հա, առաջի 3 էպիզոդից հետո ինձ շատ տարբեր տեղերից գրում են, չգիտեմ, Հայաստանից, Ֆրանսիայից բոլորի ասածը նույնն է, ինչը որ ես հենց այդ էի ուզում, էլի, որ շատ իսկական է ամեն ինչ։
Ու ինքը գնալով բնականաբար աճելու տեղ ունի, որտեղ մենք ապրում ենք ավելի դեպի բիզնեսների մասին։ Էլ իսկական, չգիտեմ, նույն գովազդները, գովազդատուներին, հովանավորներին մենք ներկայացնում ենք իսկական ոնց որ կա։ Այսինքն արհեստական ոչ մի բան փորձում եմ չլինի մեջ։ Առաջի էպիզոդը հենց այն նրա մասին է, որ իմ հետ դեպք է լինում ու դրանից հետո իմ ընկեր Նահոն որոշում է, որ սրանից հետո քեզ կամերաներով նկարելու են, որ դու ինչը որ ասել ես խոսքի տեր կանգնես։ Քեզ բռնում է ոստիկանությունը, տանում են բաժին։ Ինձ իրականում 2014 թվականին ձերբակալել են Ամերիկայում, հենց այդ դեպքով սկսվում է պատմությունը։ Ու դեպքն էլ եղել է artist comedian արտահայտությունն էլ հիմա կոմոդ կպատմեմ լավ առաջին անգամ, որ մարդիկ էլ իմանան ինչի համար artist comedian-ը ու դրվել է այս պրոյեկտի անունը, որտեվ երբ որ ինձ ձերբակալեցին, այդ նարուշնիկները ձեռից, ես ուղղակի մենակ մի բան էի ասում, նոր եմ եկել Ամերիկա, ասում եմ I'm artist comedian, անդադար ասում եմ artist comedian, I'm artist comedian, artist police-ները ասես նայում են գնացել են ինչ-որ բաներ են բացում բան, վերջում ու ես անդադար մի վարկյան չեմ կային, անդադար ասում եմ I'm artist comedian, վերջում եկան այս իմ բանը, հայկական բանը, վարորդական իրավունքը սենց ձեռս, ասացին not comedian, Ստեփանյան։ Ու դեից այդ պատմությունը, որ ես հիշեցի ու որոշեցի հենց սկիզբը նկարեմ ամենաիսկական, որովհետև բոլորը չգիտեմ, Դենոխի մնաց Ամերիկա եւ այլն, դրա համար մնաց Ամերիկա, I'm artist comedian։ Լսի, ուրեմն գնում եմ Մոսկվա այստեղից, որտեղ տաշի շոուն պետքա լինի։ Մհերի հետ երգ ունենք, տեսահոլովակում նկարվել ենք, ասեց արի այնտեղ մի մաս կար, որ իմ ձայնով երգում էի, ասեց այդ երգով հանդես կգանք, հիմա ես պիտի թռնեմ Մոսկվա, բայց իմ անձնագրի ժամկետը անցել է ու մենք չենք նկատել։ Այդպես կանգնած, ես էլ սենց եմ անում, մգեր Արմեն։ Որ իբր գնում եմ իր հետ տաշի Մոսկվա, մգեր Արմենիա, հա։ Իրանք էլ ասում են նո, մերի, Artist comedian, հա։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Իսկ ինչպես եք հանգստանում։ Գնում եք հանգստանալու օրին։ Ես պարտադիր։ Մամաս։ Ինձ համար ծովա, բնություն, սարեր ու իմ երեխեք։ Որ ես վայել եմ այդ առանց ծովի չեմ կարողանում, որովհետև իմ էներգիան ես մենակ եմ մնում ես ու երկինք ու ծով այդ իմ ամենակարևոր պահն է։ Եթե ես տխուրեմ, ուրեմն ես պետք է լինեմ ծովի ափին։ Ինչից եք տխրում։ Կարոտից։ Ում եք կարոտում։ Ինքը պապային է կարոտում։ Դժվար թեմա է շատ, որից ես սարսափում եմ։ Պետք չի սարսափել ոչ մի բանից, պետք չի վախենալ եւ Շատ մի եմ հատ խորհուրդ վախենում։ եմ ուզում տալ, որ երբեք պետք չի մտածել բավոր էսպես լինի։ Հենց այդ բավորը գալիս է, պետք է իրան հեռացնես, որովհետեւ բավորը բերում է փաստ։ Իսկ եթե այդ բավորը գալիս է, դրանից հետո ինչ են Պետք է հաղթենք, ուժեղանանք ավելի։ Ես ավելի եմ ուժեղացել իրան կորցնելուց հետո։ Եվ հիմա ձեր տղաներով եք, չէ, ուժեղ։ Իհարկե։ Ձեր հաճախորդներով եք ուժեղ, որոնք ձեր ընկերներն են դարձել, ձեր ընտանիքի անդամն են դարձել, որ ինչ որ մեկը կարող է արթնանալ մի օր ու առավոտյան զանգել, ասել Նազիկ ինչ ես սարքել, մի հատ ուզում եմ սոված եմ, ուզում եմ գամ։ Մի օր մի աղջիկ էր եկել ինձ մոտ մասաժի, առավոտը այնքան զբաղված էր եղել երեխեքին տանելով բան, զգում եմ որ լավ չի, էլի ասում եմ լավ չես ջան, ասում է Չէ, դե ոչինչ, լավ եմ, ասում եմ, չէ, գույնը դուրս չի գալիս, մեկ էլ ասում է, ճիշտ ասած, բան չեմ կերել, ժամը արդեն 1-ն է, վայ, ասում եմ, հələ մի րոպե սպասի, իրան պարկացրել եմ տապչանին, գնացել եմ բուտերբրոդ եմ արել, սենց արագ վեր կացա, տենց բուտերբրոդ արեցի, բերեցի, ասում մի հատ նստի, էս կեր, 10 րոպե հանգստացի, ես քեզ սուրճ էլ բերեմ, մի հատ ուշքի արի, նոր կանենք, վրազներս ինչ է։
Աստված ձեզ պահապան, ես իսկապես անընդհատ ուզում եմ ձեզ այդ բառերը ասել ու անընդհատ ուզում եմ ասել, որ ձերպես մամաներ շատ եմ ուզում տեսնել, կարոտել էի ձերպես մամայի տեսնելու։ Ու մենք դուք զրույցի սկզբում ասացիք, որ մարդը ամեն օր պիտի սովորի ու ես էլ ամեն օր սովորում եմ, իսկ ես այսօր ձեզնից սովորեցի։ Հիմա ասեմ ինչ։ Սովորեցի, որ եսը շատ վատ բան է, եթե այն քո գլխավերևից այն կողմն է։ Ես շնորհակալ եմ այդ իմ դասի համար, որ այսօր վերցրեցի ձեզնից, եւ ես մի տեսակ ապահով եմ, որ դելոն ձեր կողքին է, կյանքում ամեն բան հնարավոր է։ Իհարկե։ Հիմա ծեծված բաներ եմ ասելու։ Ոչ մեկս ապահովագրված չենք, բոլորիս հետ ամեն բան կարող է պատահել ու մենք դուրս ենք գալու, այո, դուրս ենք գալու։ Վերև թե ներքև դուրս ենք գալու։ Այո։ Երբեմն որ ասում եմ Աստված, այո, առանց Աստված մենք ոչ մեկ ոչինչ չենք կարող հասնել։ Եթե դու այստեղ ես, այս երկրում ես, ուրեմն ինքը կարիք ա գտել, որ դու այս երկրում պիտի լինես, որ քո ընտանիքը ունենաս, քո բնորանը ունենաս, քո զավակներին, քո այդ լավ ամուսնում կարողանաս գնահատես, սիրես եւ բարձրացնես։ Դրա համար է ինքը քեզ բերել ես երկիր։ Ինձ էլ բերել է, որ իմ զավակի կողքին լինեմ ու Կալիֆոռնիայի հայերի համար լինեմ այստեղ, լինեմ օգնեմ։ Մենակ հայերի չէ, կարաս ու դու։ Օտարներն էլ, հա, օտարներն էլ շատ եմ սիրում, գալիս են օտարները, այնքան ծիծաղալու է, որ իրանց հետ բանը չկա, դե անգլերեն չէ կոնտակտ Բայց մամայի անգլերենը սպանում է, ինքնես դուխով ա խոսում։ Անգլերեն ես հասկանում, որ իրանք խոսում են, բայց չգիտեմ, ասում եմ, I'm sorry, 1 minute, մեկ է բացում եմ Google-ի շուշուշուշուտ ասում կամ ChatGPT-ի հետ, հիմա իմ ընկերն է, իրան ասում եմ, մի հատ շուտ պատասխանի ես, մարդուն պետքա սենց մի բան, իսկ վարում եք այստեղ։ Իհարկե, անպայման Թե վարում եք, ուրեմն։ Չէ, էդի վարում եմ, էդի կարող։ Հենց կլպից եկա։ Էդի կարող եմ, բայց անգլերենս մոռանում եմ։ Էրի ջան, մարդ չկա հետը խոս։ Հիմա օտար ազգի աղջիկ ունեմ, գալիս է մասաժի, սևական աղջիկ ունեի, որ գալիս է։ Ինքը ինձ ասում է, ինձ պետք չի, որ դուք խոսեք, ասում է, ինձ ձեր մատերն է պետք։ Ինձ պետք է, որ դուք ինձ բուժեք, ինձ տվեք այդ չայը, որ ես խմեմ, հա։ Ինչ չայ։ Հատուկ բույսերով, հայկական դեղաբույսեր, չէ, ես պատրաստում եմ, տալիս եմ, ասում են ինձ այդ չայը։ Ինչ է անում այդ թեյը։ Տարբեր հիվանդությունների, տարբեր դեպքերի համար ամեն մեկը առանձնակի եմ պատրաստում։ Առանձնակի, լրիվ։ Եթե խոլեստերինի համար առանձին Հայաստանից տղաս առնում է ուղարկում է ինձ ինքն էլ իր կողմից ոնց որ բարեգործությունա չէ ես դրա համար գումար չեմ վերցնում բայց մենք դա առնում ենք ես դա նվիրում եմ իմ ազգին իմ ժողովրդին ու այն մարդկանց ովքեր որ իմ կարիքը ունեն Շատ շնորհակալ եմ Մենք ինձ ուզում եմ միայն ավելացնել ու խորհուրդ տալ ձեզ մեզ դիտողներին որպեսզի դուք շատ արագ կոնսուլտացիա վերցնեք Տիկին Նազիկի մոտ եւ շատ արագ կինոդարանում դիտեք Տելոյի վերջին գործը, որը ռեալիթի է, պատմող իր հետ պատահած իր գլխին եկած պատմությունների մասին Միացյալ Նահանգներում։ Հումորային, դե իր մեջ։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ մեր քեզ ամենալավը, մենակ ուրախ ժպիտով երջանիկ սիրուն օրեր ունենաս։ Դե ճիշտ ասած, ինձ էս շատ սիրում թե Միրանց Առուկյանին։ Քեզ։ Կհանդիպենք։